Թրամփը սեղմում է օվալաձև սենյակի կարմիր կոճակը։ Սովորաբար դրանից հետո ոչ թե աշխարհի վերջն է գալիս միջուկային պատերազմի տեսքով, այլ Թրամփի սիրելի առանց շաքարի դիետիկ կոլան են բերում։ Բոլորը մտածում են, որ դա միջուկային հարվածի համար է։ Շատերն ասում են, որ եթե սեղմեմ, աշխարհի վերջը կգա։ Բայց այն դիետիկ կոկա-կոլա պատվիրելու համար է։ Թրամփն այս կոճակն օգտագործում էր դեռ նախագահության առաջին ժամկետի ընթացքում, սակայն Ջո Բայդենի իշխանության գալուց հետո կոճակը հանել էին աշխատասենյակից։ Իսկ մահաբեր կոճակը դժվար թե սեղմի, աշխարհում պատերազմները ավարտելու խոստումով նորից իշխանության եկած Թրամփը։ Մանավանդ որ իր երկրի գլխավոր հակառակորդ Ռուսաստանի հետ եկած օրից ընդհանուր լեզու է գտել։ Իդեպ բանակցությունների պլացդարմ դարձած Սաուդյան Արաբիան կարող է դառնալ նաև Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահների հնարավոր հանդիպման հասցեն։ Կրեմլից հայտարարում են, որ սարերի հետևում չէ Թրամփի ու Պուտինի պատմական տետատետ զրույցը, բայց մինչ այդ մարտի 24-ին Ջիդայում կրկին կբանակցեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի պատվիրակությունները։ Վերջնական մանրամասները հիմա համաձայնեցվում են։ Հանդիպումը հաջորդ շաբաթվա սկզբին է լինելու, որի մասին շուտով հայտնի կդառնա։ Թրամփի ու Պուտինի երկու հեռախոսային շփումները տվել են իրենց արդյունքը։ Թրամփի նշանակած հատուկ բանագնացը ևս հայտարարել էր։ Հավանականությունը մեծ է, որ Սաուդյան Արաբիան է հյուրընկալելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներին։ Պուտին-Թրամփ հանդիպումից մեծ սպասելիքներ ունեն փորձագետները, կարծում են, որ ռեալ շանս կա ավարտելու արնաքամանող պատերազմը։ Մոտ 1 ժամ տևած հեռախոսազրույցը Թրամփը շատ լավ է որակել, Զելենսկին դրական, բովանդակալից ու անկեղծ։ Պայմանավորվեցինք, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն համատեղ աշխատանքը, հասնելու իրական կայուն խաղաղության։ Մենք հավատում ենք, որ Ամերիկայի նախագահ Թրամփի և ամերիկյան անմիջական ղեկավարությամբ այս տարի կարելի է հասնել կայուն խաղաղության։ Ուրեմն Զելենսկիի ինչին են պետք նոր զենքերը, նա առիթը բաց չի թողել ու զենք է ուզել Թրամփից, պատրիոտ հրթիռային համակարգեր, որ պաշտպանի խաղաղ բնակիչներին։ Շնորհակալություն է հայտնել նաև Միացյալ Նահանգների նախագահին մի քանի օր առաջ ուղարկած Ջավելի հրթիռների համար։ Առաջնորդները համաձայնել են, որ Ուկրաինան և Ամերիկան կշարունակեն աշխատել միասին, պատերազմին իսկապես վերջ տալու համար։ Եվ որ նախագահ Թրամփի ղեկավարությամբ հնարավոր է հասնել կայուն խաղաղության։ Նախագահ Զելենսկին խնդրել է հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգեր, խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար, մասնավորապես պատրիոտ հրթիռային համակարգեր։ Բայց դրա համար պետք է վարձահատույց լինի Ուկրաինայի նախագահը Թրամփին։ Միացյալ Նահանգների նախագահը հենց հեռախոսով ուկրաինական ատոմակայանների տնօրինումը իրեն փոխանցելու առաջարկ է արել Զելենսկիին։ Թրամփի կարծիքով այդպես Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները հուսալի ձեռքերում կլինեն։ Հասմիկ Սերոբյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։